Ողջույն սիրելի բարեկամներ, տարիներ անց, երբ դադարեց բաբախել մեծ դերասանի Վահրամ Փափազյանի զգայուն սիրտը, ներկաները տեսան, որ նրա դագաղի վրա կես դար Օթելո խաղալուց, 3000-ից ավելի անգամ այդ դերով բեմ բարձրանալուց և այդ դերով աշխարհով մեկ փառաբանվելուց հետո, դերասան Վահրամ Փափազյանը մի օր գալիս է գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժին, աշխատակիցներին խնդրելու, որ կարճ ժամանակով իրեն տան Օթելոյի այդ խալաթը։ Այդ ժամանակ նա արդեն վաղուց Օթելո չէր խաղում։ Թատերական բաժնի աշխատակիցները, տեսնելով սիրված դերասանին, շրջապատում են նրան։ Մոտերմիկ զրույցից հետո Փափազյանը հայտնում է գալու նպատակը։ Թանգարանի աշխատակիցները որքան էլ հարգեին դերասանին, չէին կարող կատարել խնդրանքը։ Նախ թանգարանից ոչինչ դուրս չի բերվում և հետո առանց տնօրենի թույլտվության և գիտության չէին կարող տալ։ Ընդամենը մեկ շաբաթով խնդրում է Փափազյանը. «Խենթ եմ ինչ է տնօրենին ասեմ, ես լավ գիտեմ Էլիքսեցյանին, մի բան որ ընկավ ձեռը, էլ հետ կտա, դուք ավելի գթասիրտ եք, քան նա։ Առանց տնօրենի թույլտվության չենք կարող տալ», լինում է աշխատակիցների պատասխանը։ Ճիշտ է, բայց եթե նրա թույլտվությունը լիներ, էլ ինչու էի ձեզ այսքան խնդրելու։ Փափազյանի ասածը տրամաբանական է թվում, և այն, որ մեծ ողբերգակը դիմում է անմիջապես իրենց, շոյում է աշխատակիցների ինքնասիրությունը։ Փափազյանի սուր աչքը նկատում է դա։ Տնօրենը չի էլ իմանա, շարունակում է համոզել Փափազյանը։ Աշտարակում պետք է Օթելո խաղամ, մի շաբաթից կբերեմ, տեղը կդնեք։ Աշխատակիցները ի վերջո տալիս են խալաթը, չանդրադառնալով այն փաստին, որ Փափազյանը վաղուց է, ինչ Օթելոյի դերով բեմ չի բարձրանում։ Ամիսներ են անցնում, բայց Փափազյանը ոչ գալիս է, ոչ էլ խալաթն ուղարկում։ Թանգարանի աշխատակիցները անհանգստանում են։ Մի քանի անգամ զանգահարում է դերասանին և խնդրում խալաթը վերադարձնել։ Խոստանում է, բայց չի տանում։ Գիտակցելով իրենց սխալը, համոզված, որ խալաթն այլևս հետ չեն ստանա, աշխատակիցները ստիպված տնօրենին հայտնում են եղելությունը, սպասելով, որ իր արդարացի զայրույթը կթափի իրենց գլխին։ Բայց Էլիքսեցյանը ի զարմանս աշխատակիցների հանգիստ լսում է, մի երկու հարց տալիս, կշտամբող ոչ մի խոսք չի ասում և լուռ հեռանում է։ Հաջորդ օրը տնօրենը նորից է հայտնվում թատերական բաժնում և շուրջը հավաքում մեղավորներին։ Այլևս չզանգահարեք Փափազյանին խալաթի համար, նկատելի հուզմունքով ասում է տնօրենը։ Կարիք չկա։ Աշխատակիցները զարմացած նայում են նրան, բոլորի համար էլ անսպասելի էր որոշումը։ Փափազյանն, ինչպես գիտեք, շարունակում է Էլիքսեցյանը, վաղուց արդեն չի խաղում։ Ու եթե խալաթը վերցրել է, ապա նրա համար, որ վերհիշի իր երբեմնի փառքը։ Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ տանը այդ խալաթով է միշտ։ Դա ոչ միայն պատրանք է, որ ստեղծում է իր համար, այլ հոգեբանական միջանք չբաժանվելու Օթելոյից, որի դերը խաղալով դարձել է նրա երկրորդ եսը։ Մի մեղադրեք նրան, հասկացեք դերասանին, հարգեք նրա այդ թուլությունը, ավարտում է խոսքը հուզված տնօրենը, և նրա թախծոտ աչքերում արցունքներ են հայտնվում։ Տարիներ անց, երբ դադարեց բաբախել մեծ դերասանի Վահրամ Փափազյանի զգայուն սիրտը, ներկաները տեսան, որ նրա դագաղի վրա Օթելոյի այդ խալաթն էր։ Սիրելիներս, ձեզ հետ էր Մանուշակ Շիրինյանը, կհանդիպենք, լավ մնացեք։